Ես կբռնեմ ճակատագրի կոկորդից, այն չի կարող ինձ հաղթել։ Լյուդվիգ վան Բեթհովենը չլսեց աշխարհը, բայց աշխարհը լսեց նրան։ Նա երբեք չամուսնացավ, երեխա չունեցավ, խլացավ եւ ապացուցեց, որ մարդու հոգին վեր է մարմնի սահմաններից։ Բեթհովենի հետ պարապել է հայրը, ըստ լուրերի նույնիսկ բռնությամբ, ձգտելով դարձնել նրան երկրորդ Մոցարտ։ Հետագայում Մոցարտը ասել է. «Կգա ժամանակ, նրա մասին ամբողջ աշխարհը կխոսի»։ Մոր մահից հետո հայրը տարվում է ալկոհոլով, իսկ Բեթհովենը խնամում է եղբայրներին։ Երբ արդեն հայտնի էր, 28-ում լսողությունը սկսում է վատանալ, իսկ 16 տարի անց խլանում է, որից հետո հազվադեպ է տնից դուրս գալիս։ Խոստովանում է, որ մոտ էր ինքնասպանությանը։ Չնայած մարմնի դավաճանությանը, հենց խուլ ժամանակ է ստեղծում իր ամենահայտնի գործերը։ Մարդկանց կողքին թվում է աքսորիալ եմ, քանի որ չեմ լսում։ Բեթհովենը լուսնի սոնատը նվիրել է առաջին ու մեծ սիրուն, եւ այն ավարտել է վիրավորանքի մեջ, իմանալով, որ սիրելին ամուսնացել է կոմսի հետ։ Հետագայում սիրահարվել է աշակերտուհուն, ով դարձել է անմահ սիրելի նամակների հասցեատերը, սակայն նա ևս ամուսնացել է ուրիշի հետ։ Նրա կյանքի մշտական սերը երաժշտությունն էր, եւ այն նրան երբեք չդավաճանեց։ Նա գրեթե միշտ անփութորեն էր հագնված, չսանրված, կոպիտ, թեև ընկերները նրան համարում էին շատ բարի։ Բեթհովենը եղբոր մահից հետո դաստիարակում է նրա որդուն, ուզում է դարձնել իր հաջորդը, բայց չափազանց խիստ էր, եւ Կարլը մի քանի անգամ փախչում է, փորձելով ինքնասպանություն գործել։ Դժբախտությունները մաքրում են հոգին ու կոփում բնավորությունը, ասել է նա։ Կոմպոզիտորը մահացել է 56 տարեկանում, իսկ մահվան պատճառները վիճելի են։ Վարկածներից է, որ թունավորվել է, ընդունելով չափից շատ դեղեր։